Մշտական մեխանիկայի դասընթացի 8-րդ դասախոսությունն է, ողջույն բոլորին։ Ուրեմն այսօրվա մեր նպատակը Կեպլերի օրենքների ուսումնասիրությունն է։ Կա Կեպլերի 3 օրենք։ Դրանցից մեկը ճիշտ է ցանկացած կենտրոնական դաշտում, մյուսը ճիշտ է միայն նյուտոնյան դաշտում։ Նախ վերհիշենք, թե ինչ արեցինք նախորդ անգամ։ Նախորդ անգամ ուսումնասիրում ենք կինետիկ մոմենտը, վերհիշենք արագ ինչ է նշանակում կենտրոնական ուժային դաշտ։ Նայում ենք հետևյալ դիֆերենցիալ հավասարումը x 2 կետով հավասար է, ենթադրում ենք, որ ուժային դաշտը ունի հետևյալ տեսքը. Φ r, այսինքն կախված է միայն հեռավորությունից ինչ որ տրված օկետից, բազմապատկած r-ով, որտեղ r-ը այդ պարզապես x վեկտորի երկարությունն է, ենթադրում ենք, որ x-ը r2-ից է, այսինքն այն ինչ որ ասում ենք երկչափ դեպքում, ճիշտ է նաև եռաչափ դեպքում, որովհետև բավական հեշտությամբ կարելի է ցույց տալ, որ շարժումը տեղի ունենում երկչափ տարածության մեջ, հետո կանենք, այս բանը ենթադրում ենք, որ x-ը պատկանում է r2-ին, ու y-ով նշանակում ենք հետևյալ վեկտորը, x-ը բաժանած x-ի երկարության, այսինքն x-ի ուղղությամբ միավոր վեկտոր։ Մենք արդեն ցույց ենք տվել, որ այս տեսակ դաշտերը միշտ ունեն պոտենցիալ, այսինքն գոյություն ունի, եթե ասենք ես նշանակենք f-ով, գոյություն ունի u ֆունկցիա, հա, մենք այս բանը միշտ ենթադրելու ենք, որ այս ամեն ինչ որոշված է 0 կետից դուրս, գոյություն ունի u ֆունկցիա, որ ասենք երկու անգամ ածանցելի է, եթե դաշտը մի անգամ ածանցելի էր որոշված r2 հանած 0 տիրույթում, այնպես որ u-ի գրադիենտը հավասար է մինուս fx-ի։ Ընդ որում u-ն կարելի է նույնպես ընտրել ֆունկցիա, որը կախված կլինի միայն r-ից։ Իրականում այս φ ֆունկցիայի ինտեգրալն է մինուս նշանով։ Ուրեմն ստանում ենք հետևյալ հավասարումը x 2 կետով հավասար է մինուս գրադիենտ, որը կիրառած է u կախված r-ից։ Ուրեմն այս տեսակ համակարգերի համար մենք ապահովել ենք կինետիկ մոմենտի պահպանման օրենքը, ուրեմն ինչ էր կինետիկ մոմենտը, պետք է վերցնենք x-ը և վեկտորական բազմապատկենք x կետով։ Ուրեմն քանի որ երկչափ շարժում է, x և x կետով միշտ մնում են նույն հարթության մեջ, ասենք ես թող լինի x-ը, x կետովն էլ արագությունն է x կետով, միշտ երկչափ տարածության մեջ է մնում, այսինքն կինետիկ մոմենտը միշտ լինում է վեկտոր, որը ուղղայաց է տրված տարածությանը, տրված երկչափ տարածությանը, այսինքն ես, եկեք մի անգամ սենց գրեմ m վեկտորական, ես կարելի է ներկայացնել m ինչ-որ սկալյար անգամ n միավոր վեկտոր, որտեղ n-ով նշանակել եմ այս հարթությանը, որի մեջ տեղի ունենում շարժումը, ուղղայաց միավոր վեկտոր։ Ուրեմն անցյալ անգամ ապացուցեցինք, որ սրա ածանցյալը հավասար է 0-ի, dm dt-ն հավասար է 0-ի, այսինքն ինքը հաստատուն է և իրականում, քանի որ միշտ այս տեսք ունի, այս սկալար m-ն է հաստատուն անում։ Ուրեմն սրանից մի անգամից հետևում է Կեպլերի երկրորդ օրենքը։ Կեպլերի երկրորդ օրենքը, եկեք մի հատ գրենք, հետո Կեպլերի երկրորդ օրենքը։ Ուրեմն ինչ է ասում Կեպլերի երկրորդ օրենքը, Կեպլերի երկրորդ օրենքը ասում է հետևյալը, որ եթե մենք շարժումը ներկայացնենք բևեռային կոորդինատներով, այսինքն գրենք x-ը հավասար է r e ի φ, այսինքն հարթության մեջ ընտրում ենք ինչ որ դեկարծյան կոորդինատներ,
R-ով նշանակում ենք հեռավորությունը, ոնց որ առաջ, phi-ով նշանակում ենք անկյունը։ Ասենք թող phi-ն լինի անկյուն S առանցքից։ Այդ դեպքում հետևյալ մեծությունը հաստատուն է R քառակուսի անգամ phi կետովը հավասար է ինչ որ հաստատ ունի։ Նախ եկեք դուրս բերենք ես, ուրեմն սրա ապացույցը նախ մի հատ արագ նայենք, մի տող է ընդամենը։ Որից հետո կփորձենք հասկանալ, թե երկրաչափորեն էս ինչ է նշանակում։ Ուրեմն քանի որ x-ը գրված էր այս տեսքով, մենք կարող ենք այս ածանցենք, տեսնենք ինչ է ստացվում։ Ուրեմն x կետովը հավասար է r կետով e-ի phi գումարած, երբ էքսպոնենտն եմ ածանցում, լինում է e անգամ r phi կետով e-ի phi։ Հիմա հաշվենք, ուզում ենք հաշվել կինետիկ մոմենտը, բազմապատկում ենք x անգամ x կետով, վեկտորական, լինում է r e-ի phi, և վեկտորական պետք է բազմապատկեմ r կետով e-ի phi գումարած, այս եկեք սա գրեմ հետևյալ ձևով r phi կետով անգամ e անգամ e-ի phi։ Հիմա երբ բազմապատկում եմ S2-ը զուգահեռ է նույն վեկտորին, e-ի phi-ն։ Այս իրականում e-ի phi-ն այդ նույնն է, ինչ որ մենք առաջ նշանակել էինք, եկեք ստեղ գրեմ, առաջ նշանակել էինք er, այդ հենց e-ի phi-ն է։ Չէ՞ քան որ phi ուղղությամբ, սրա կոորդինատներն են կոսինուս phi, սինուս phi, այդ էլ հենց er-ն է։ Ուրեմն այս երկուսը որ իրարով բազմապատկում դառնում է 0, քանի որ նույն ուղղությամբ են, վեկտորական արտադրյալ տալիս է 0, իսկ այս երկուսը e-ի phi և e-ի phi միմյանց ուղղայաց վեկտորներ են։ Ուրեմն սա էլ ունի անուն, սա էլ նշանակում ենք սովորաբար e phi-ով, որը պարզապես e անգամ e-ի phi-ն է։ Ընդ որում այս երկու վեկտորը er-ը և e-phi-ն կազմում են նախ օրթոնորմալ հենք ու համապատասխան կողմնորոշումը նույնն է, ինչ որ այս x1, x2-ին է։ Եթե սա x1, x2-ն էր, այսինքն ստեղ ունեինք ինչ որ ստանդարտ բազիս, ստանդարտ ենք, այս կորդինատական համակարգի կողմնորոշումը նույնն է, ինչ որ er e-phi-ն է։ Այդ ամեն ինչը նրա համար, որ այս երկուսը որ բազմապատկում եմ իրարով, e-ի phi և սա, ստանում եմ հենց այս վեկտորին զուգահեռ, այսինքն պետք է վերցնեմ դրական նշանով։ Ինչ է ստացվում, քանի որ ուղղայաց են, պետք է հաշվեմ ուղղանկյալ մակերեսը, ուղղանկյալ մակերեսն հեշտ է հաշվելը, պետք է բազմապատկեմ այս մի երկարությունը, այս r-ը, պետք է բազմապատկեմ սրանով։ Այսինքն այդ ամեն ինչը հաշվելուց հետո ստանում եմ r անգամ r phi կետով, այսինքն r քառակուսի phi կետով և բազմապատկած այս նորմալ վեկտորով։ Հիմա ես գիտեմ, որ սա հաստատուն էր, հետևանքը այն է, որ այս գործակիցը պետք է լինի հաստատուն, որն էլ հենց Կեպլերի երկրորդ օրենքն էր։ Սրանով ապացույցը ավարտվում է։ Փորձենք հասկանալ, թե այս r քառակուսի phi կետովը ինչ իմաստ ունի երկրաչափորեն։ Ուրեմն մենք ունենք շարժում հարթության մեջ, նայենք թե ինչ է տեղի ունենում փոքր դելտա t ժամանակում, ուրեմն 0 կետներ, սա էլ մեր x-ն էր, որը r e-ի phi է։ Ինչ որ դելտա t ժամանակ հետո, այս x-ը տեղափոխվում է ինչ որ մի ուրիշ տեղ, ընդ որում համ r-ը կարող է փոխվի, համ phi-ն։ Ուրեմն սա դելտա phi-ն է։ Ուրեմն ինչ կարող ենք ասել, եկեք փորձենք հաշվենք այս մակերեսը, այսինքն այս r-ը տեղափոխվեց, ինքը ինչ որ մի հատ հետագիծ ունի,
Փորձենք հաշվել այս մակերեսը երկրորդ կարգի փոքրերի ճշտությամբ։ Ուրեմն այս մակերեսը հաստատ ընկած է հետևյալ երկու մեծությունների մեջ։ Եթե այդ t գումարած դելտա t հատվածում r-ը ինչ որ ձևով փոխվում է, ունենք r, որը կախված է t-ից, ես կարող եմ ասել, որ այս ցանկացած s-ի համար այս հատվածում r-ը, որը կախված է s-ից, ինքը ընկած է երկու մեծությունների մեջ, r-ի մաքսիմումի եւ r-ի մինիմումի մեջ։ Եկեք գրենք սենց r min r max։ Եթե r-ը ողորկ ֆունկցիա է, որը մենք բնականաբար ունենք, այս երկու մեծությունները, այս r min-ը եւ r max-ը, իրանք կլինեն ինչ որ մի հատ այս օրինակ կարող եմ վերցնել ձախ ծայրակետը հատվածի rt գումարած մեծո դելտա t-ից։ Նույնը կարող եմ գրել նաև r max-ի համար։ Ստացվի rt գումարած մեծո դելտա t-ից։ Այսինքն այս մակերեսը, որ ես ուզում եմ հաշվել, ես ուզում եմ հաշվել այս մակերեսը, ինքը ընկած է երկու սեկտորների արանքում։ Ինչ լավ չնկարեցի։ Այսինքն այդ մակերեսը, այս դելտա s-ը, ինքը չի գերազանցի, եկեք սենց գրեմ, ինքը մոտարապես կունենա հետևյալ մեծությունը, ուրեմն սեկտորը մակերեսին չի հավասար, ինքը հավասար է 1/2 շարավիղ անգամ անկյուն։ Այսինքն դելտա s-ը ինքը հավասար կլինի 1/2 r-ը ընկած էր այս երկուսի մեջ, այսինքն ստացվի rt գումարած մեծո դելտա t-ից, սա բարձրացրած քառակուսի, անգամ դելտա ֆին, բայց դելտա ֆին էլ ֆին ողորկ ֆունկցիա է, ինքը եկեք ստեղ գրեմ դելտա ֆին, այսինքն ֆի փոփոխությունը, ֆի t գումարած դելտա t հանած ֆի t-ն, ինքը ինչի հավասար կլինի, ինքը հավասար կլինի ֆի կետով t-ից անգամ դելտա t գումարած մեծո դելտա t քառակուսուց կամ փոքրո դելտա t-ից։ Ուրեմն ես ամեն ինչը կարող եմ գրել սենց 1/2 rt գումարած մեծո դելտա t-ից, սրա քառակուսի եւ գումարած ֆի կետով t դելտա t գումարած մեծո դելտա t քառակուսուց կամ փոքրո դելտա t-ից։ Այս փակցերը որ բացում եմ, ստանում եմ ինչ, ստացվում է 1/2 rt քառակուսի ֆի կետով t դելտա t եւ գումարած մեծո դելտա t քառակուսուց։ Այսինքն այն ինչ որ կարելի է անվանել սեկտորական արագություն, այսինքն այս շարավիղ վեկտորի կողմից ծածկված մակերեսի փոփոխման արագություն հավասար է հետևյալին, ուրեմն սահման դելտա s-ը բաժանած դելտա t-ի եւ դելտա t-ն գնում է 0-ի։ S հավասար է հենց 1/2 r t քառակուսի ֆի կետով t։ Սա էլ հենց մեր կինետիկ մոմենտի բացարձակ արժեքն էր, 1/2 mt։ Ուրեմն ինչ ստացվեց, որ այս սեկտորական արագությունը կենտրոնական, եկեք գրենք, եկեք ձևակերպենք հետևանք, ուրեմն ինչ եղավ, կենտրոնական ուժային դաշտում
դաշտում շարժվող կետի սեկտորական արագությունը հաստատուն է։ Այսինքն այս հենց Կեպլերի երկրորդ օրենքն է։ Օրինակ մոլորակների շարժումը տեղի ունենում կենտրոնական ուժային դաշտում, հետեւաբար նրանց համար սեկտորական արագությունը հաստատում է։ Ի տարբերություն երկրորդ օրենքի, առաջինը եւ երրորդը ճիշտ են միայն նյուտոնյան դաշտում, բայց մինչև դրան հասնելը եկեք սկզբից ուսումնասիրենք կենտրոնական դաշտում ընդհանուր դեպքը, տեսնենք ինչ է տեղի ունենում կենտրոնական դաշտում շարժման դեպքում։ Ուրեմն հաջորդ բաժինն է Արնոլդի գրքում 8-րդ բաժինը, անվանենք շարժումը կենտրոնական դաշտում։ Ուրեմն նայում ենք ելի այդ նույն հավասարումը x2 կետով հավասար է մինուս գրադիենտ, որը կիրառած է UR-ի վրա, դե գրադիենտ UR-ն էլ մի հատ էլ գրենք կստացվի ինչ U' անգամ ER։ Հեշտությամբ հաշվում ենք, քանի որ R-ի գրադիենտը հենց ER-ն է։ Եկեք մի անգամից թեորեմը ձևակերպեմ, թեորեմ։ Ուրեմն, ստեղ մենք ունենք երկու փոփոխական, չէ՞, դե շարժում տեղի ունենում հարթության մեջ, մենք ունենք R-ը եւ φ-ին, եթե անցնում ենք վևեռային կոորդինատների, մենք ունենք R-ը եւ φ-ին, այս կոնֆիգուրացիոն տարածության մեջ, եթե մենք նայում ենք ֆազային տարածությունը, պետք է ավելացնենք նաև R-ի եւ φ-ի ածանցալները։ R կետով եւ φ կետով։ Ինչ ունենք արդեն ունենք, որ R քառակուսի φ կետովը ինքը հաստատուն է։ Այսինքն կոպիտ ասած ունենք 3 անկախ փոփոխական։ Հիմա հետևյալ թեորեմը ցույց է տալիս, որ եթե մենք ֆիքսել ենք այս, եկեք սրահում դնեմ ոչ թե c, այլ սրահում դնեմ m։ Այս սկզբնական կինետիկ մոմենտն է, ինքը միշտ մնում է m։ Ուրեմն հետևյալ թեորեմը ասում է, որ եթե ես ֆիքսել եմ կինետիկ մոմենտը, այսինքն ֆիքսել եմ այս m մեծությունը, իսկ m մեծությունը կարելի է որոշել սկզբնական պայմաններից, չէ՞, եթե ես ունեմ սկզբնական դիրքը x-ը, x0-ն, եթե ես ունեմ x-ը 0 կետում, որը նշանակեմ x0, եւ x-ի ածանցյալը, այսինքն արագությունը 0 կետում, որը թող լինի, ասենք v0, երկուսն էլ վեկտոր են, չէ՞։ Ես կարող եմ հաշվել սկզբնական կինետիկ մոմենտը։ Ես կարող եմ ունենալ m-ը 0 կետում, այդ կլինի պարզապես x0-ն վեկտորական v0 եւ դրանց սրա մոդուլը։ Այսինքն կարող է լինի դրական բացասական, կախված նրանից թե v0-ն որ ուղղությամբ է գնում։ Լավ, եկեք ես բացարձակ արժեքը հանեմ, որովհետեւ կարող է ինքը բացասական լինի։ Ուրեմն հետևյալ թեորեմը ասում է, որ եթե ես m մեծությունը ֆիքսած է, այս m0-ն, m-ը միշտ հավասար է m0-ին, այսինքն սրանից հետո 0-ն չեն գրի, պարզապես գրենք m, եթե ես m-ը ֆիքսած է, ապա r-ը ապրում է երկյանքով։ Ուրեմն թեորեմը ասում է հետևյալը. Ուրեմն այս r ինչն էր, հեռավորությունն էր 0 կետից։ Ձևակերպենք սենց, ուրեմն դիցուկ կետը շարժվում է
կենտրոնական ուժային դաշտում։ Ուրեմն միշտ նայում եմ երկչափ դեպքը, այսինքն ամեն անգամ մի անգամ էլ գրեմ ու սրանից հետո միշտ երկչափ դեպքն է լինելու կենտրոնական ուժային դաշտում ընդ որում կինետիկ մոմենտը հավասար է m-ի։ Ապա R-ը բավարարում է ազատության 1 աստիճանով շարժման հավասարմանը, որի պոտենցիալը տրված է, ու եկեք բանաձևը գրենք, տրված է հետևյալ բանաձևով։ VR-ը հավասար է, վերցնում ենք մեր կենտրոնական դաշտի պոտենցիալը և սրան ավելացնում ենք m քառակուսին բաժանած 2r քառակուսի։ Ուսումն ձևակերպումը պարզ է, ուրեմն ունենք S հավասարումը ինչ-որ սկզբնական պայմաններով։ Սկզբնական պայմաններից որոշում ենք մեր M-ը, որը կինետիկ մոմենտն է։ Հիմա ֆիքսում ենք այդ M-ը ու նայում ենք, թե ինչ է տեղի ունենում R-ի հետ։ Կարծում եմ R-ի հետ տեղի ունենում հետևյալը, ինքը բավարարում է ազատության 1 աստիճանով շարժման հավասարման։ Հիշենք, որն էր ազատության 1 աստիճանով շարժման հավասարումը։ Այդ սա էր R երկու կետովը, R երկու կետովը հավասար է մինուս պոտենցիալի հացանցալը, V' R։ Այսինքն, մեր նպատակն է ցույց տալ, որ տեղի ունի այս հավասարումը R-ի համար։ Շատ լավ, եկեք ցույց տանք, ուրեմն ապացույց։ Ուրեմն հնարավոր է երկու դեպք, կամ M-ը 0 է, կամ M-ը 0 չի։ Եկեք սկսենք պարզ դեպքից, երբ M-ը հավասար է 0-ի։ Ուրեմն եթե M-ը հավասար է 0-ի, նշանակում է սկզբնական պահին այս երկու վեկտորները միմյանց զուգահեռ էին։ Ընդ որում, քանի որ ես ենթադրում եմ, որ x-ը 0 չի, ես կարող եմ գրել, որ v-ն ներկայացվում է ինչ-որ թիվ անգամ x։ Ու քանի որ այդ մեծությունը m-ը միշտ մնում է հաստատուն, հետևաբար միշտ այդ տեղի կունենա։ Լավ, սենց ասեմ, քանի որ ես դեռ չգիտեմ, որ m-ը չի ընկնում բանի վրա, սկզբունքորեն x-ը կարող է գնալ և հասնել մինչև 0 կետ։ Ուրեմն ես գիտեմ, որ սկզբնական պահին x0-ն հավասար է ինչ-որ մի թիվ անգամ v0։ Ու ես գիտեմ, որ m-ը մնում է միշտ 0։ M-ը t-ից կախված, որը ես ինչն էր, որը r քառակուսի phi կետովն էր, միշտ հավասար է լինելու 0-ի, ցանկացած t-ի համար։
Այսինքն, քանի դեռ էս r-ը 0 չի դարձել, պետք է որ φ կետովը 0 դառնա։ Իսկ φ կետովը ինչն էր, φ կետովը այդ անկյունային արագությունն էր։ Այսինքն, մեր այս կետը մեծ հավանականությամբ միշտ շարժվելու է այս նույն v0 ուղղությամբ կամ նույն x0 ուղղությամբ։ Հիմա այդ տալիս է հետևյալ միտքը, որ կարող ենք մենք լուծումը փնտրենք հետևյալ ձևով. x-ը հավասար է ինչ որ մի անհայտ ֆունկցիա, այսինքն հենց rt անգամ x0, որտեղ x0 մեր սկզբնական վեկտորն է, որը 0-ից տարբեր էր։ Հիմա դες եկեք տեղադրենք մեր հավասարման մեջ, այսինքն լուծումը փնտրում ենք հետևյալ ձևով, այս տեսքով ենք փնտրում լուծումը, ու եթե պարզվեց, որ մենք կարողանում ենք գտնել լուծում այս տեսքով, ապա միակության շնորհիվ այդ կլինի հենց մեր լուծումը։ Ուրեմն մենք ունենք նաև սկզբնական պայման x կետովը 0 կետում, ինքը ինչի հավասար, մի կողմից ինքը հավասար է լամբդա անգամ v0-ի, մի րոպե, ինչ գրեցի, ես մի բան ասացի, ուրիշ բան գրեցի։ Ես ուզում եմ ասել, որ v0-ն է հավասար լամբդա անգամ x0-ի եւ ոչ թե հակառակը։ Քանի որ x0-ն 0 չի, ուրեմն v0-ն ես կարող եմ գրել լամբդա անգամ x0։ Ուրեմն մի կողմից x կետով հավասար է լամբդա անգամ x0, մյուս կողմից ինքը հավասար է r կետով 0 կետում անգամ x0։ Այսինքն ստեղից միանգամից ստանում եմ սկզբնական պայմանը r կետովի համար։ R կետովը 0 կետում հավասար է լամբդայի։ Այսինքն ես ունեմ սկզբնական պայմանները, r կետովը 0 կետում հավասար է լամբդայի եւ r-ը 0 կետում այդ պարզապես x0-ի երկարությունն է։ Հիմա եթե տեղադրում եմ ես մեր հավասարման մեջ, տեղադրենք ես հավասարման մեջ, ինչ ենք ստանում։ Ստանում ենք, որ r 2 կետով r 2 կետով x0-ն պետք է հավասար լինի մինուս ուշտրիխ կախված մի քիչ անհաջող ստացվեց ճիշտ ասած, այս x0-ն կարող է միավոր վեկտոր չլինի։ Եկեք, որպեսզի ամեն ինչ չնջեմ, եկեք ենթադրենք, որ x0 միավոր վեկտոր է։ Եթե միավոր չի, նույն բանն ենք անում, պարզապես այս r նշանակումը մի քիչ ճիշտ չի լինի այս դեպքում։ Եկեք ենթադրենք, որ սա միավոր վեկտոր է, դեպքում ոչինչ փոխելու կարիք չլինի։ Եթե միավոր չլինի, պարզապես պետք է գրել, որ r-ն հավասար է ոչ թե x0-ի, այլ հավասար է x0-ի ուղղությամբ միավոր վեկտորի ու անել նույն բանը։ Որպեսզի այդ ամեն ինչ չանենք, եկեք ենթադրենք, որ սա միավոր վեկտոր է, ստացվում է u' r անգամ r-ի ուղղությամբ միավոր վեկտոր, այսինքն անգամ x0։ Ճիշտ է, պետք է, եթե սա միավոր վեկտոր է, x0-ն հենց ստացվում է er-ը։ Եթե սա միավոր էր, այսինքն եթե սա կար, x0-ն հենց այդ n ինչ որ մենք նշանակել ենք er-ով։ Դե, եթե երկու վեկտորներ հավասար են, պետք է իրենց երկարությունները հավասար լինեն, այսինքն ստեղից ստանում ենք, որ r 2 կետովը հավասար է մինուս ուշտրիխ r։ Ու քանի որ m-ը հավասար է 0-ի, մենք ստանում ենք հենց այս հավասարումը։ Այսինքն, երբ m-ը հավասար է 0-ի, մենք ստանում ենք, որ r-ը պետք է բավարարի այս հավասարումներին։ r 2 կետով հավասար է ուշտրիխ r ու այս երկու սկզբնական պայմանին։ Սա եւ սա։ Այսինքն m-ը հավասար է 0 դեպքում, այս ապացուցեցինք։ Հիմա ասենք ընդհանուր դեպքին, երբ m-ը 0 չի։ Ինչ պետք է անենք, պետք է էլի վերցնենք մեր այս հավասարումը ու ածանցենք, տեսնենք ինչ է ստացվում։ Ուրեմն ունենք, որ արդեն այս մասնավոր ձևով չեմ կարող փնտրել։ Գրում ենք ընդհանուր դեպքում x-ը հավասար է r, էլի անցնում ենք վևեռային կոորդինատների, r e if-ի։ Ածանցենք երկու անգամ,
Լավ, մի անգամ հերթովացենք սխալվելու համար, ստացվում է r կետով y-ի if-ի գումարած i անգամ r phi կետով y-ի if-ի, երկրորդ անգամ ածանցելուց ինչ կստանանք, ուրեմն r երկու կետով y-ի if-ի գումարած մի անգամ սա երբ ածանցում եմ էքսպոնենտը և սա երբ ածանցում եմ r-ը տալիս է նույն անդամը, ստացվի գումարած երկու անգամ i r կետով phi կետով y-ի if-ի ուրեմն ստեղ ես ըստ r-ի արդեն ածանցեցի, հիմա պետք է այս մյուս երկուսի ածանցեմ, ստացվում է գումարած i r phi երկու կետով y-ի if-ի, այդ ածանցեցի phi կետովը, հիմա ածանցում եմ սա, կստացվի in դուրս կգա սրա հետ կտա մինուս, և մի հատ էլ phi կետով է ածանցալ, ուրեմն կստացվի մինուս r phi կետով քառակուսի y-ի if-ի։ Դե ամեն ինչ պետք է տեղադրենք մեր հավասարման մեջ, ստանում ենք հետևյալը, ուրեմն եկեք նույն ուղղությամբ վեկտորները միասին գրենք, ուրեմն y-ի if-ի, ստեղ ունենք r երկու կետով, հանած r phi կետով քառակուսի, գումարած i անգամ y-ի if-ի, ինչ մնաց 2 r կետով phi կետով և գումարած r անգամ phi երկու կետով։ Այս x երկու կետով ներգրեցի, պարզապես սա և սա գրեցի միասին, այս մյուսն էլ i phi-ի f-ին էր։ Ուրեմն այս պետք է հավասար լինի, նայում ենք մեր հավասարմանը, ու շտրիխ er, er-ն էլ հենց y-ի if-ին էր, ուրեմն պետք է հավասար լինի մինուս, մինուսը կա ստեղ, մինուս ու շտրիխ r և y-ի if-ի։ Այսինքն ինչ ենք ստանում ստեղից ստանում ենք հետևյալը, որ r երկու կետովը հանած r phi կետով քառակուսին հավասար է մինուս ու շտրիխ r և 2 r կետով phi կետով գումարած r phi երկու կետովը հավասար է 0-ի։ Ուրեմն նայենք այս առաջի հավասարմանը, ես գիտեմ, որ r քառակուսի phi կետովը հավասար է m-ի։ Գիտենք, որ r քառակուսի phi կետովը հավասար է m-ի, ստեղից հետևում է, որ phi կետովը հավասար է m-ը բաժանած r քառակուսու։ Նախ ստեղ մի բան, քանի որ սա 0 չի, m-ը 0 չի, հետևաբար սա 0 չի դառնում, այսինքն r-ը երբեք 0 դառնալ չի կարող։ Այսինքն մեր հավասարումը միշտ լավ որոշված է։ Phi կետով հավասար է սրան տեղադրում ենք այս հավասարման մեջ ու ստանում ենք հետևյալը, r երկու կետովը հավասար է մինուս ու շտրիխ r և գումարած ստացվում է r անգամ m քառակուսին բաժանած r-ի 4 աստիճան, phi կետով քառակուսին գրեցի։ Հիմա սրանն է, որ մի քիչ երկար նայում ենք, լավ եկեք գրենք, ուրեմն ստացվում է մինուս ու շտրիխ r, մի հատ էլ մինուս, m քառակուսին բաժանած r խորանարդ։ Բայց այն ինչ որ գրված է ստեղ, հետևյալ ֆունկցիայի ածանցյալն է ստեղի, ու r գումարած m քառակուսին բաժանած 2r քառակուսի։ Այս էլ հենց մեր VR-ն էր։ Այսինքն իրոք ցույց տվեցինք, որ
R-ը բավարարում է ազատության 1 աստիճանով համակարգի հավասարմանը, որտեղ մեր պոտենցիալը v-ն տրված է այս ձևով։ Հիմա ստեղից թվում է, թե մենք եւս մի հավասարում ունենք, կարող է ստեղծել ինչ-որ մի բան դուրս գա, բայց իրականում նոր բան դուրս չի գալիս, առաջարկում են ինքնուրույն համոզենք, որ սա հենց կինետիկ մոմենտի պահպանման հավասարումն է։ Պարզապես պետք է գրել համապատասխան մեծության ածանցյալի տեսքով։ Շատ լավ, սրանով էս բանը ավարտվում է, ապացույցն ավարտվում է։ Արդյոք ամեն ինչ պարզ էր, հարցեր կան։ Շատ լավ, եթե հարցեր չկան, եկեք մի փոքր լեմ ապացուցենք, հետո օգտակար կլինի։ Ուրեմն մենք ունեինք այս համակարգը, պոտենցիալ համակարգը, ուրեմն կենտրոնական ուժային դաշտը միշտ պոտենցիալ է, սրա համար գործում է էներգիայի պահպանման օրենքը։ Մենք ունենք yen, որը հավասար է ուրեմն 1/2 x կետով քառակուսի գումարած UR։ Ունենք նաև այս մեր անվանենք բերված համակարգի, այսինքն այս R-ի համար համակարգի, քանի որ ինքը ազատության 1 աստիճանով համակարգ է, դրա համար էլ ունենք էներգիայի պահպանման օրենքը, որը ասում է որ հետևյալ մեծությունն է պահպանվում։ Անուն դնենք E', որը հավասար է 1/2 R կետով քառակուսի գումարած VR։ Ուրեմն այս մեր երկու համակարգերի համար ունենք առաջինի համար լրիվ համակարգի համար ունենք սրա պահպանման օրենքը, R-ի համար ունենք այս մեծության պահպանման օրենքը։ Որում ստեղ VR-ը նույնը չի բոլորի համար, VR-ը կախված է սկզբնական կինետիկ մոմենտից։ Լեմը հավասարում է հետևյալը, որ այս երկու մեծությունները հավասար են։ Իրականում yen հավասար է E'-ի։ Բառերով չգրեցի, բայց ուզում եմ պարզ է ինչ նկատի ունեմ։ Ուրեմն ունենք սկզբնական համակարգի էներգիան, ունենք R-ի համակարգի էներգիան։ Լայնը ասում որ այս երկուսը նույն մեծությունն է։ Եկեք տեսնենք ինչի։ Ուրեմն ապացույց։ Իրականում պարզապես պետք է հաշվել, թե այս առաջինը ինչ է գրած, կստանանք երկրորդը։ Ուրեմն yen հավասար է 1/2, x կետով մենք արդեն բազմաթիվ անգամ հաշվել ենք, այդ r կետով y-ի φ գումարած r φ կետով y-ի φ։ Մենք պետք է վերցնենք սրա քառակուսին եւ գումարենք UR։ Բայց այն ինչ որ գրված է ստեղ երկու ուղղայաց վեկտորների գումարի մեծության քառակուսինն է, որը հեշտ է հաշվել։ Սա հավասար է 1/2 Պյութագորոս թեորեմի համաձայն ստացվում է r կետովի քառակուսի եւ գումարած երկրորդ երկրությունը r քառակուսի φ կետով քառակուսի։ r քառակուսի φ կետով քառակուսի։ Այս գրեցի առաջինը գումարած UR։ Φ կետովը ինչի էր հավասար։ Φ կետովը հավասար էր այլ սրան։ Տեղադրում եմ սրա փոխարեն։ Ստանում եմ հետևյալը, հավասար է 1/2 R կետով քառակուսին մնում է նույնը, գումարած 1/2 R քառակուսի անգամ Φ կետով քառակուսին ստացվում է M քառակուսի բաժանած R-ի 4 աստիճան եւ գումարած UR։ Ինչ ստացա։ Ստացա սա, որը համընկնում է սրա հետ։ Այս երկուսն էլ միասին տալիս են VR-ը։ Այսինքն ես էլ հավասար է E'-ի։ Սրանով ապացույցն ավարտվում է։ Ուրեմն եկեք մի հատ իմի բերենք, թե ինչ ունեինք։ Ունեինք այս
երկրորդ կարգի հավասարումը հարթության վրա, այսինքն մենք ունենք քառաչափ ֆազային տարածություն։ Ա, Նախորդ բաժնում ապացուցել ենք, որ կինետիկ մոմենտը պահպանվում է, այսինքն մենք ունենք մի պահպանման օրենք, այսինքն իրականում մեր բան դառնում է եռաչափ։ Բացի դրանից, այս փոքր հաշվարկը ցույց տվեց, որ R-ը ապրում է իր կյանքով, երբ կինետիկ մոմենտը արդեն ֆիքսել ենք, այսինքն R-ը բավարարում է ազատության 1 աստիճանով եւ VR պոտենցիալով հավասարմանը, իսկ ազատության 1 աստիճանով հավասարումները մենք սկզբունքորեն կարող ենք լուծել։ Այսինքն, եթե ինչ-որ ինտեգրալներ կարողանում ենք հաշվել, կամ եթե նույնիսկ չենք կարողանում, կարող ենք ինչ-որ բանաձև գրենք, այսինքն R-ը սկզբունքորեն մենք կարող ենք գտնել, բայց R-ը որ գտել ենք, մենք ունենք կինետիկ մոմենտի պահպանման օրենքը, ստեղից էլ կարող ենք ֆին գտնել։ Այսինքն, կենտրոնական ուժային դաշտում շարժվող կետի համար մենք կարող ենք փորձել ամբողջ լուծումը գտնել քիչ թե շատ բացահայտ տեսքով։ Եկեք փորձենք այդ անել։ Ուրեմն հետագծերի հավասարումը։ Ուրեմն մենք ունենք էներգիայի պահպանման օրենքը, այս մեր նախորդ լեմը ասում է, որ այդ նույնն է ինչ որ եշտրիխի համար, բայց ինչ որ բերված համակարգի համար, չնայած նախորդ թեմը ստեղը չի էլ օգտագործում։ Մենք կարող ենք միանգամից ասենք, որ R-ը բավարարում է ազատության 1 աստիճանով հավասարման, հետեւաբար կա պահպանման օրենք։ R կետով քառակուսի կես գումարած VR հավասար է այդ մեր էներգիային Y-ին, սկզբնական էներգիային։ Այսինքն այս բանին մենք ֆիքսեցինք M-ը, ու նայում ենք, թե ինչ է տեղի ունենում R-ի հետ։ R-ի հետ տեղի ունենում սա, որ R կետովը հավասար է պլյուս կամ մինուս քառակուսի արմատ 2 անգամ E հանած V կախված R-ից։ Այսինքն, եթե օրինակ ֆիքսել ենք n տեսակ E սկզբնական էներգիա, որի համար V-ն փոքր կամ հավասար է E բազմությունը, ասենք, այս ինչ որ բազմություն է R-ի վրա, պատկերացնենք, որ պես կարող է կապակցված չլինել, պատկերացնենք, որ այս պարունակում է ինչ որ R մինուս R պլյուս կապակցված կոմպոնենտը։ Ուրեմն սա կապակցված կոմպոնենտ է։ Այսինքն այդ նշանակում է, որ Նավիգայի կապակցված կոմպոնենտի հասկացությունը մեջ փորձել ներմուծել ընդհանուր դեպքում, այդ նշանակում է, որ եթե այս բազմությունից հանեցինք սա, եթե սրանից հանեցինք այս փոքր այս հատվածը, ապա մնացածը սրանից դրական հեռավորության վրա է գտնվում։ Տեսակ մի բան, վերցրել ենք E մակարդակը, նայում եմ այս հատվածը, R մինուս, R պլյուս։ Այսինքն, մեզ հետաքրքրում են այն շարժումները, որոնց համար R-ը մնում է ինչ-որ սահմանափակ հատվածում։ Ես գիտեմ, որ R-ը երբեք 0 չի դառնում։ Մի վերքեն, այս մյուս դեպքում մենք այդ ապահոցեցինք, թե չէ։ Երբ M-ը հավասար է 0-ի, մենք այդ պաստորեն չենք ապացուցել, սկզբունքորեն R-ը, այսինքն ստեղ որոշ ուերի համար իրոք կարող է R 0 դառնալ, բայց եթե օրինակ ուն եթե լավ, եկեք ես վերասերվող դեպք չնայենք, երբ M-ը հավասար է 0-ի, ու-ի համար որոշ պայմանների դեպքում, օրինակ եթե ուն ձգտում է
Եթե ուն ձգտում է անսահմանության, երբ r-ը ձգտում է 0-ի, ապա այդ պայմանը միշտ բավարարված է։ Այսինքն այս հավասարման համար, եթե դնենք պայման, որ ուն ձգտում է կամ ուն չէ, դե այդ պայմանը պետք է, եթե ուզում եք որ բոլոր լուծումները չդառնան 0, ապա ում պետք է ձգտի անսահմանության, երբ r-ը ձգտում է 0-ի։ Մի խոսքով, ենթադրում ենք, որ ունենք ինչ-որ մի կապակցված կոմպոնենտ, ու մեզ հետ Այսինքն ինչ որ օղակ կա, որտեղ վեն յից փոքր է ու այդ օղակից դուրս չի գալու։ այո, այդ եմ ուզում ասել, որ մեզ հետաքրքրում են այն շարժումները, որոնք մնում են սահմանափակ տիրույթում, այսինքն այս r պլյուսն է վերջավոր, եւ այս r մինուսը 0 չի, որովհետեւ երբ ինքը դառնում է 0, արդեն շարժումը որոշված չի։ Այսինքն ես ենթադրում եմ, որ այս v պոտենցիալը, այսինքն նույնիսկ իր սխալ ուղղությամբ գնացի, ոչ մի կարիք չկա առանձնացնել այդ երկու դեպքերը։ Մենք ունենք v-ն, որը երբ m հավասար է 0-ի, էլի ինչ որ մի հատ ֆունկցիա է, որը համընկնում է u-ի հետ։ Հիմա ենթադրում ենք, որ այս v-ն փոքր է y բազմությունը ունի ինչ որ մի հատ կապակցված կոմպոնենտ r-r+, որը անջատված է 0-ից եւ պլյուս անսահմանությունից։ Ունայի մենք շարժումը այստեղ ինչ է տեղի ունենում։ Հիմա սրա համար մենք այս հավասարումը լուծել ենք, նույնիսկ գիտենք ինչ է տեղի ունենում։ Մենք գիտենք, որ այս շարժումը ըստ r-ի, եթե մենք ուրեմն սա մեր այս r-ն է, այս vr-ն է, r կետով հարթության մեջ տեղի ունենում հետևյալը։ Պետք է նշեմ այս երկու կետերը։ Ենթադրում եմ, որ այս երկու արժեքները կրիտիկական չեն v-ի համար, այսինքն ացանցալները 0 չեն, այսինքն իրոք այս տեսակ է, ոչ թե այս տեսակ։ Այդ դեպքում այստեղ շարժումը պարբերական է։ Այս տեսակ մի բան է տեղի ունենում։ Շլապ չնկարեցի։ Չէ, սա չի ուզում անել։ Ընդ որում այս վերևի եւ ներքևի մասերը իրար սիմետրիկ են, քանի որ վերևի մասը համապատասխանում է, ուրեմն որ ուղղությամբ է տեղի ունենում շարժումը, երբ ուրեմն մեր եթե գրում ենք որպես համակարգ, եթե նշանակենք r1 հավասար է r-ի, r2 հավասար է r կետովի, ապա ստացվում է r1 կետովը հավասար է r2-ի եւ r2 կետովը հավասար է մինուս v' r1-ի, այսինքն երբ գտնվում եք վերևի կիսահարթության մեջ, r1-ի արագությունը դրական է, այսինքն շարժումը տեղի ունենում այս ուղղությամբ։ Ուրեմն վերևի կիսահարթության մեջ մենք ունենանք հետևյալ հավասարումը, r կետովը հավասար է պլյուս նշանով քառակուսի արմատ 2 e հանած vr, երբ գտնվում ենք վերևի կիսահարթության մեջ, այսինքն երբ r' կետովը դրական է, եւ ներքևի կիսահարթության մեջ r կետովը կլինի մինուս քառակուսի արմատ 2 էլի նույն բանը vr, երբ r կետովը բացասական է։ Հիմա այս հավասարումները մենք կարող ենք ինտեգրել, ինչ ենք ստանում, ստանում ենք, որ կարող ենք գրել, թե ինչ է լինում է t, թող սկզբնական պահը լինի 0, t-ն հավասար է ինտեգրալ, ասենք սկզբնական հեռավորությունից r0-ից r, եւ ստեղ ինչ որ գրված է, կամ կարող են գրել որպես անորոշ ինտեգրալ ds բաժանած քառակուսի արմատ 2 e հանած vs։ Կարող են գտնել t-ն որպես ֆունկցիա r-ից, եթե կարողանանք լուծել ստեղից սկզբունքորեն կարող են գտնել r-ը
որպես ֆունկցիա t-ից, հետո տեղադրելով այս մեր կինետիկ մոմենտի պահպանման հավասարման մեջ, կարող ենք գտնել, որ φ կետովը t-ից կախված հավասար է m-ը բաժանած r քառակուսի t-ից, դե r-ն էլ ֆունկցիա էր, կարող ենք սա էլ ինտեգրել ստանալ։ Φ կետովը φ-ին t-պահին հավասար է φ-ին 0 պահին գումարած ինտեգրալ m բաժանած r քառակուսի կախված վեսից ds։ Այս տեսքով գրելիս առանձնապես պարզ չի դառնում, թե ինչ է տեղի ունենում։ Այսինքն հասկանալի է, որ r-ը տատանվում է սրանց մեջ, այս երկու r պլյուսի և r մինուսի մեջ, ֆին էլ դրան համապատասխան շարժվում է կամ լինելով միշտ աճող, կամ միշտ նվազող, քանի որ կախված է միայն m-ի նշանից, կամ էլ մնում է հաստատուն, եթե սկզբնական մոմենտը հավասար է 0-ի։ Բայց քանի որ մենք ունենք երկու, քանի որ շարժումը տեղի ունենում հարթության մեջ մենք գիտենք, որ մենք եթե ինքնավար է, ապա մենք կարող ենք տեն ժամանակի մասին մոռանալ ու փորձել գտնել կապը φ և r փոփոխականների միջև։ Ոնց ենք գտանում։ Մենք ունենք այս հավասարումը r կետովը հավասար է սրան և φ կետովը հավասար է սրան։ Ուրեմն հակադարձ ֆունկցիայի թեորեմի հետևանք է հետևյալը, որ եթե մենք ենթադրենք, եթե մենք ունենք ֆունկցիա, որը տրված է պարամետրական ձևով, այսինքն ունենք r-ը կախված t-ից և φ-ն կախված t-ից, ուրեմն r-ն էր կախված t-ից և φ-ն էր կախված t-ից, ապա եթե մենք նայում ենք φ-ն որպես ֆունկցիա r-ից, ապա սա կարող ենք հաշվել հետևյալ ձևով, պետք է φ-ի ածանցալը t-ի բաժանենք r-ի ածանցալը t-ի։ Ուրեմն այս հետևանք է հակադարձ ֆունկցիայի թեորեմից։ Ուրեմն մենք ունենք ֆունկցիա, ունենք երկու ֆունկցիա, r-ը կախված t-ից և φ-ն կախված t-ից։ Ենթադրում ենք, որ ինչ-որ մի կետում r-ի ածանցալը t-ի հավասար չի 0-ի։ R-ի ածանցալը t-ի ինչ-որ մի t0 կետում հավասար չի 0-ի։ Այդ դեպքում այս ֆունկցիան կլինի կամ աճող կամ նվազող, մենք կարող ենք տեն գտնել ֆունկցիա որպես r-ից, որպես տեն կարող ենք գտնել ֆունկցիա r-ից կախված, տեղադրենք սրա մեջ կստանանք φ-ն կախված φ-ն ֆունկցիա r-ից։ Հիմա հակադարձ ֆունկցիայի թեորեմը, այդ թողնում եմ ինքնուրույն հասկանալու համար, բայց եթե չստացվի կարող ենք անել, հակադարձ ֆունկցիայի թեորեմը ասում է հետևյալը, որ ուրեմն ստեղից մենք ստանում ենք φ-ն որպես ֆունկցիա r-ից, ու հակադարձ ֆունկցիայի թեորեմը ասում է, որ t0 կետում ածանցալը հաշվելու համար ընդ որում t0-ին համապատասխանում է r0 և φ0 արժեքները։ Ինչ պետք է անենք։ Պետք է վերցնենք φ-ի ածանցալը t0-ում և r-ի ածանցալը t0-ում։ Եթե մենք ուզում ենք սա հաշվել, r-ը հավասար է r0 կետում։ Հիմա քանի որ այս r-ը այս ամբողջ միջակայքի վրա է ածանցալը 0-ից տարբեր, բացի ծայրակետերից բացի, մենք կարող ենք գրել հետևյալը, որ դեֆի dr-ը հավասար է, ուրեմն φ-ի ածանցալը t-ի հավասար էր m r-2, r-ի ածանցալը ըստ t-ի հավասար էր այս քառակուսի արմատին պլյուս կամ մինուս նշանով։ Երկու e հանած vr։
Դե սա էլ սկզբունքորեն կարող ենք ինտեգրել ու ստանանք ֆին որպես ֆունկցիա r-ից։ Այսինքն ֆին հավասար է, եկեք անորոշ ինտեգրալ գրենք, m r մինուս 2 dr բաժանած այս ամեն ինչի վրա պլյուս կամ մինուս նշանով 2 e հանած vr։ Այսինքն սկզբունքորեն մենք կարող ենք գտնել հետագծերը։ Դրա համար բավական է հաշվել այս ինտեգրալը, բայց մի քիչ էլ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Ուրեմն այս ամեն ինչը ճիշտ էր, երբ r-ի ածանցալը 0 չի դառնում։ Իսկ երկու կետ կա, որ դա տեղի ունենում, այս երկու կետերում տեղի ունենում։ Հիմա ոնց որ Արմենը նկատեց, տեղի ունենում հետևյալը։ Մենք գիտենք, որ r-ը միշտ r պլյուսի եւ r մինուսի արանքն է։ Եկեք այդ երկու շրջանագիծերը նկարենք։ Նամես r թողնի փոքր շրջանագիծը։ Պես մեծ բան հարցնում էլի։ Այո։ Այստեղ ենթադրել ենք, որ այդ մեր Ե մակարդակը մենակ մի հատ պոտենցիալային ոնց որ փոս է հատում, թե այդ կարևոր էլ չի։ Չէ, կարևոր չի, կարող է մի քանի լինի։ Ասենք կարող ենք օրինակ ստեղ նայել այս մակարդակը։ Այդ դեպքում երկու հատ կա, չէ, երկու միջակայք կա, բայց յուրաքանչյուր միջակայքում կյանքը տեղի ունենում առանձին։ Ստեղ իր համար շարժում է տեղի ունենում այս r մինուս եւ r պլյուսի արանքում, ստեղ իր համար է տեղի ունենում, այսինքն կախված է այնից, թե մեր սկզբնական դիրքը որտեղ է։ Լավ։ Այսինքն մենք վերցրել ենք մի պոտենցիալ փոս ու այդտեղ նայում ենք, թե ինչ է տեղի ունենում։ Հիմա եկեք ենթադրենք օրինակ, որ m-ը թող լինի դրական։ Ուրեմն մի դեպք կա, երբ m-ը 0 է, այդ դեպքում ինչ է տեղի ունենում այս շարժման հետ, եթե m-ը հավասար է 0-ի, այսինքն նայում ենք վերասերված դեպքը, m-ը հավասար է 0-ի, այդ դեպքում, քանի որ r-ը 0 չի դառնում, այդ դեպքում φ կետովը հավասար է 0-ի, այսինքն φ-ն հաստատուն է։ Այսինքն մենք գալիս ենք այն դեպքին, երբ նախորդ դեպքում նկարագրած դեպքին, որտեղ մենք արդեն գիտենք, որ ամբողջ շարժումը տեղի ունենում մի հատվածի վրա։ Այստեղ ինչ-որ մտեղ գրել ենք, սա էր, որ ամբողջ շարժումը տեղի ունենալու ստեղ։ Այսինքն ինչ-որ մի ուղղություն է ֆիքսած և x-ը այդ ուղղության վրա է գնում գալիս։ Հիմա, այսինքն եթե m-ը հավասար է 0-ի, ուղղածիրը որն է, ուղղածիրը պարզապես հատված է։ Սկզբնական կետից, ասենք թող սկզբնական կետը լինի այս ամենամոտ կետը, թող r մինուսը լինի սկզբնական կետը, այսինքն կարևոր չի։ Տեղի ունենում հետևյալը, ինչ որ մի կետից սկսում ենք շարժվել, կախված նրանից, թե սկզբնական արագությունը որ ուղղությամբ է եղել, այս հատվածի վրա գնում գալիս է։ Այս այն դեպքում, երբ m-ը հավասար է 0-ի։ Հիմա եթե m-ը հավասար չի 0-ի, ասենք թող լինի m-ը 0-ից մեծ։ Ասենք նայենք երկրորդ դեպքը, երբ m-ը մեծ է 0-ից։ Այդ դեպքում φ-ի ածանցյալը, որը հավասար էր սրան, ինքը կլինի 0-ից մեծ, այսինքն շարժումը տեղի ունենում ժամացույցի սլակին հակառակ։ Ուրեմն ինչ է լինում r-ի հետ։ R-ը ինքը r մինուսից գնում է մինչև r պլյուս, ինչ որ ձևով, այդ ընթացքում φ-ն այս արագությամբ մեծանում է։ Այսինքն տեղի կունենա սա, ստեղից մենք շարժվեցինք, ֆին ինչ-որ արագությամբ մեծանում է, հասնում ենք, հենց որ r-ը հասավ r պլյուսին, արագության հավասարումը ֆի համար փոխվում է, r-ի համար փոխվում է։ Այս այն դեպքներ, երբ r-ը մեծանում էր, այսինքն մենք վերևի կիսահարթության մեջ էինք, r մինուսից եկանք հասանք r պլյուսը, արագությունը r-ը արդեն բնութագրվում է այս մյուս հավասարմամբ, ներքևի կիսահարթության մեջ, r-ը բնութագրվում է այս հավասարմամբ, հա, ընդ որում ստեղ կարևոր է հասկանալ, որ ստեղ քանի որ yen v-ի կրիտիկական մակարդակ չի, այսինքն այս r պլյուսում ածանցյալը 0 չի v-ի, ժամանակը մինչև այս r պլյուսը հասնելը վերջավոր է։ Պարզապես կգրենք այս ժամանակը սրա համար ստեղ, քանի որ այս ինտեգրալը զուգամիտում է, քառակուսի արմատ s-ի կարգի
սինգուլյար կետ է, վերջավոր ժամանակով մենք հասնում ենք ստեղ։ Ուրեմն վերադառնանք սրան, ստեղ ուրեմն էս r մինուսներ, սա r մինուսներ, եկանք հասանք ստեղ r պլյուսին, եկեք ուրիշ գույնով նկարեմ այս մեկը։ Մի հատ էլ կասեք են անիսկական ինտեգրալը ոնց է զուգամետ։ Մի վարքյան էսա, մի րոպե, ուրեմն եկանք հասանք սրան, այս r պլյուսն է։ Ուրեմն վերադառնանք այս բանին, ինչ տեղի ունեցավ r-ի հետ։ Ուրեմն r-ը բավարարում էր հետևյալ հավասարմանը, այս սրան, r-ը և t-ն։ Ուրեմն նայենք, դիցուք դուրս ենք եկել ինչ-որ մի կետից, ասենք ստեղից, ուզում ենք հասկանանք, թե ինչքան ժամանակում կհասնենք r պլյուսին։ Կարող ենք գրել հետևյալը, ուրեմն t-ն հավասար է ինտեգրալ սկզբնական կետից r0-ից մինչև r և եկեք քսի գրեմ, որտեղ ես ժամանակի համար եմ սովորաբար օգտագործում, բառակուսի արմատ 2 e հանած v կախված քսիից։ Հիմա ինչ ենք ուզում անել, ուզում ենք հաշվել սրա սահմանը, ուրեմն t-ն ֆունկցիա էր r-ից, t-ն ֆունկցիա էր r-ից, ուզում ենք հաշվել սրա սահմանը, երբ r-ը ձգտում է r պլյուսի, որ տեսնենք ինչքան ժամանակում կհասնենք, ես ուրեմն ֆազային տարածության մեջ ենք, այս հետագծի այս ժամանակն ենք ուզում հաշվել։ Քանի դեռ չենք հասել r պլյուսին, ես գիտեմ, որ t-ն սրան է բավարարում։ Պարզապես լուծելով դիֆերենցիալ հավասարումը։ R պլյուսում արդեն ես չգիտեմ ինչ է լինում, որովհետև ստեղ սինգուլյար կետ է, այս բանը դառնում է 0։ V-ն R պլյուս կետում դառնում է 0։ Այսինքն պետք է հասկանանք, արդյոք այս ինտեգրալ զուգամետ է թե տարամետ։ Դրա համար նկատում ենք, որ V-ն R պլյուսում, R պլյուսի շրջակայքում, ես V-ն կարող եմ գրել հետևյալ ձևով. V-ին հավասար է V R պլյուս գումարած v' r պլյուս քսի հանած r պլյուս և գումարած փոքրո սրանից։ Հիմա այդ դեպքում e հանած v-ին հավասար կլինի։ Ուրեմն v r պլյուսը հենց այդ մեր e-ն է, ճիշտ է, որովհետև տեղից մենք գտանք այս r մինուս r պլյուս միջակայքը, ասեցինք, որ r մինուս r պլյուսը այս բազմության կապակցված կոմպոնենտ է, կապակցված տար է, մասնավորապես ծայրակետերում ինքը պարտավոր է հավասարնել e-ի, հակառակ դեպքում կարող է մի քիչ էլ հեռանալ։ Այսինքն այս r մինուս և r պլյուս կետերը հենց այն կետերն են, որտեղ պոտենցիալի արժեքը հավասարվում է էներգիային։ Համաձայն ենք, չէ՞ սրա հետ։ Այսինքն VR պլյուսը հավասար է e-ի, հետևաբար ստեղ ես կստանամ մինուս v' r պլյուս քսի հանած r պլյուս գումարած փոքրո այս ամեն ինչից։ Այսինքն ես սա կարող եմ գրել որպես ստեղ նշանների հետ v' r պլյուսում սկզբունքորեն ինքը դրական է, բայց քսին է փոքր r պլյուսից։ Ուզում եմ ասել, ստեղից ինչի բացասական ստացվեց, բայց քսին փոքր է r պլյուսից, ճիշտ է, քսին մեծանում է մինչև հասնում է r պլյուս։ Այսինքն այս անդամը ինքը դրական է։ Այսինքն ես կարող եմ սա գրել հետևյալ ձևով, որպեսզի նշանների մասին չմտածեմ, v' r պլյուսի բացարձակ արժեք անգամ քսի հանած r պլյուսի բացարձակ արժեք ու 1 գումարած փոքրո 1-ից։ Հետևաբար այս ինտեգրալը, այսինքն ինտեգրալ r0-ից r dx-ին բաժանած այս ամեն ինչի,
հավասար է ինտեգրալ R0-ից R, ստեղ ես ունեի մի հատ 2, մի հատ էլ V', եկեք դրա անուն դրեմ ու քառակուսի արմատ դրանից, դրա անուն դրեմ C։ Ստացվի դեքսի, բաժանած, C անգամ քառակուսի արմատ քսի հանած R պլյուս, բացարձակ արժեքով, ու այս ամեն ինչ բազմապատված 1 գումարած փոքրո 1-ից։ Սա էլ, երբ R-ը ձգտում է R պլյուսին, զուգամետ է։ Սա էլ ձգտում է ինչ-որ սահմանի, ձգտում է վերջավոր սահմանի, երբ R-ը ձգտում է R պլյուսի։ Ձգտում է ինչ-որ մի հատ էլի, երբ R-ը ձգտում է R պլյուսի մնալով ավելի փոքր։ Քանի որ ունենք ստեղ քառակուսի արմատ։ Եթե օրինակ սա լիներ 0, կորոշվեր հաջորդ անդամով, երկրորդ ածանցալով, այդ դեպքում կստանայինք ոչ թե քառակուսի արմատ, այլ քսի հանած R պլյուս, այդ դեպքում ժամանակ կլիներ անվերջ։ Այսինքն այդ կհամապատասխաներ էներգիայի կրիտիկական մակարդակին, որը ասում է, որ այդ անշարժ կետին մենք չենք կարող հասնել վերջավոր ժամանակում։ Պարզեր Արմեն սա։ Այո։ Շատ լավ, ուրեմն վերադառնանք ես մեր նկարին։ M-ը ենթադրել ենք դրական, R-ը ինչ-որ կետից սկսելով գնում է, հասնում է մինչև ստեղ, ստեղ R-ի համար հավասարումը փոխվում է, ինքը դառնում է բացասական։ Բայց քանի որ ամեն ինչ նույնն է, իրականում այն ինչ որ տեղի ունենում ստեղ, լինելու է սիմետրիկ սրա նկատմամբ, այսինքն առաջարկում ինքնուրույն մտածել, մենք երևի ժամանակ չունենք դրան ավելի մանրամասն անդրադառնալու, այ շարժումը հաջորդ միջակայքում տեղի ունենալու սրան լրիվ սիմետրիկ։ Այսինքն այս առանցքի նկատմամբ մենք ունենանք սիմետրիա, կգանք կհասնենք ստեղ ինչ-որ կետի, որովհետև լրիվ նույն հավասարումն է պարզապես մինուս նշանով։ Այսինքն ստեղից կարող ենք դա տեսնել, որ քանի դեռ φ ներից կախված որպես ֆունկցիա աճող էր, այսինքն r ներաճող եւ φ ներաճող, եկանք հասանք ստեղ, երբ r-ի համար հավասարում փոխված, ստեղ նշանն է փոխվում, բայց մնացած ամեն ինչը մնում է նույնն, այսինքն ստեղ են լրիվ նույն բանը ստեղ։ Ստեղ հասնելուց հետո էլի նույն բանն է տեղի ունենալու, այսինքն ստեղը սիմետրիկ էր։ Ստեղ հասնելուց հետո էլի այդ նույն բանն է տեղի ունենում։ Պարզապես այս անկյամբ ավելի հեռու ենք ստեղ հասնում այս կետին։ Եվ այլն։ Ընդ որում այս անկյան համար մենք կարող ենք գրել, թե ինչ է։ Այս անկյան երկու հաջորդական չէ, մի րոպե, ես ստեղ մի վարքյան մի րոպե, ես ստեղ ասացի այս անկյունները նույնն են, բայց ճիշտ եմ ասում արդյոք։ Ուրեմն այս հա, պաստորեն նույնն են այս անկյունները։ Ստեղ եկանք սա S է, բայց ստեղից որ գնում ենք, էլի նույն բանն է տեղի ունենում։ Այո, եկեք հավասարումը գրենք անկյան համար, եկեք գրենք, թե ինչ անկյամբ է թեքվում հետագից, այսինքն եկեք որոշենք այս անկյունը։ Այս անկյունը հավասար է այս փոքր անկյան կրկնապատիկին, բայց այն մյուս անկյունը մենք հեշտությամբ կարող ենք գրել այդ φ անկյան կեսը, φ անկյան կեսը, եք մեծատառ φ-ով նշանակենք այս անկյունը, թող սա լինի φ անկյունը, φ անկյան կեսը հավասար է ստեղից կարող եմ որոշել, թե φ-ին ինչքան փոխվեց, կստացվի ինտեգրալ r մինուսից
r պլյուս ու ինչ որ գրված էր այնտեղ m r-ի մինուս 2 բաժանած քառակուսի արմատ 2 e հանած vr. Հիմա երբ հետ է գնում, այս նույն բանն է տեղի ունենում, պարզապես r պլյուսից r մինուս, բայց մինուս նշանով։ Այսինքն ստացվում է, որ φ-ն հավասար է սրան։ Ինտեգրալ r մինուսից r պլյուս m r մինուս 2 բաժանած քառակուսի արմատ 2e հանած vr։ Մենք գտանք իմ φ անկյունը, որով թեքվում է ուղեծիրը, երբ r-ը անում է մի ամբողջ պտույտ, այսինքն r մինուսից գնում հասնում է r պլյուս ու վերադառնում է հետ։ Այսինքն ամեն անգամ փոխվում է այս անկյանը։ Հիմա ստեղից հեշտությամբ ստանում ենք հետևյալ հետևանքը։ Հետևանք, ուրեմն երկու դեպք է հնարավոր։ Սենց գնալով ինչ-որ մի պահ գալիս ենք ելի նույն կետը կամ չենք գալիս։ Հետևանք, որը չեմ ապացուցի, հետևանք ուղեծիրը փակ է, այսինքն այդ հետագիծ չէ, ուղեծիրն է, քանի որ ինքը կոնֆիգուրացիոն տարածություն է, ֆազային տարածություն չի։ Ուղեծիրը փակ է այն եւ միայն այն դեպքում, երբ որ դեպքում ինչ որ ժամանակ հետո գանք նույն կետը, երբ φ-ն համաչափելի է π-ի հետ։ Այսինքն ինչ որ քանակությամբ φ վերցնելով կստանանք 2π անգամ ինչ որ մի ամբողջ թիվ։ Ուրեմն ուղեծիրը փակ է այն եւ միայն այն դեպքում, երբ φ-ն համաչափելի է π-ի հետ։ Այդ ինչ է նշանակում, այդ նշանակում է, որ φ-ն բաժանած π-ի ռացիոնալ թիվ է։ Իրականում համարի ես ապացուցեցի սա, բայց առաջարկում եմ ինքնուրույն մտածեք սրա մասին եւս մի անգամ համոզվելու համար։ Շատ լավ, կան հարցեր։ Լավ, եթե հարցեր չկան, ուրեմն երկու օրինակ դիտարկենք։ Ուրեմն օրինակներ կենտրոնական դաշտերի։ Առաջի օրինակը մենք արդեն իսկ նայել ենք ու r-ը հավասար է ինչ որ մի դրական թիվ անգամ r-ի քառակուսի։ Այդ դեպքում ինչ տեսք ունի հավասարումը x2 կետովը r քառակուսին հեշտ է ածանցել է, ինքը x1 քառակուսի գումարած x2 քառակուսին է, ստացի մինուս 2a x մինուս 2ax։ Ուրեմն հնարավոր է երկու դեպք, երբ a-ն մեծ է 0-ից, այս դեպքը մենք նայել ենք նախորդ նախանցյալ դասին իմ կարծիքով, բոլոր ուղեծրերը շրջանագծեր են։ Չէ, ներողություն, ուղեծրերը չեն շրջանագծեր, հետագծերն են շրջանագծեր, իսկ ուղեծրերը էլիպսներ են։ Երբ նայում ենք հետագծերը, նրանք լինում են քառաչափ տարածության մեջ շրջանագծեր, երբ պրոյեկտում ենք կոնֆիգուրացիոն տարածության վրա, այսինքն երկչափ տարածության վրա, իրանք կարող են դառնալ էլիպսներ։ Երբ a-ն փոքր է 0-ից, էլի հավասարումը կարող ենք լուծել, բայց այդ դեպքում այս գործագիծը լինում է դրական ու լուծումները տրվում են ոչ թե սինուս կոսինուս ֆունկցիաներով, այլ տրվում են սինուս եւ կոսինուս հիպերբոլական ֆունկցիաներով,
որտեղից մասնավորապես հետևում է, որ սահմանափակ ուղեծրեր չկան։ Երկրորդ դեպքը այդ նյուտոնյան պոտենցիալն է, ու R-ը հավասար է մինուս կամ բաժանած R-ի, որտեղ կան ինչ-որ թիվ է մեծ է 0-ից։ Ուրեմն այս խնդիրը ունի հատուկ անուն, Կեպլերի խնդիրն է, որը ուսում եկել ինչ-որ չափով ուսումնասիրենք։ Ուրեմն այս դեպքում եկեք պոտենցիալը, էֆեկտիվ պոտենցիալը կամ բերված պոտենցիալը մի հատ էլ գրենք, ուրեմն VR-ը հավասար է մինուս KR գումարած, եթե ֆիքսել ենք սկզբնական կինետիկ մոմենտը m քառակուսի բաժանած 2r քառակուսի։ Դե այս բավական r-ը մեծ է 0-ից։ Նայում ենք r-ը մեծ է 0-ից դեպքը։ Այս ֆունկցիան շատ հեշտ է ուսումնասիրել։ Մի քիչ նայելուց հետո համոզում ենք, որ ֆունկցիան ունի հետևյալ տեսքը, ուրեմն ֆունկցիան ձգտում է պլյուս անսահմանության 0-ում եւ 0-ի պլյուս անսահմանությունում, ունի միակ մինիմումի կետը, ուրեմն ձգտում է 0-ի ներքևից պլյուս անսահմանությունում։ Այստեղ այս բոլոր կետերը կարող են գտնել, օրինակ մինիմումի կետը, v'-ը հավասար է 0-ի, դա ինչ է նշանակում, նշանակում է կան բաժանած r քառակուսու հանած m քառակուսին բաժանած r խորանարդ հավասար է 0-ի, այսինքն r-ը հավասար է m քառակուսին բաժանած k-ի։ Սա այս անունը դնենք r0։ Այս կետում հացանցալը հավասար է 0-ի, ուրիշ կետեր, որտեղ հացանցալը 0-ի չկան, այսինքն կա միակ սինգուլյար կետը, 0 դառնում է, 0 կետն էլ կարող ենք հաշվել, իրականում r0-ի կեսն է, թողնում ենք դուրս հաշվեք, առանձնապես կարևոր չէ, r0-ի կեսը։ Ուրեմն ստեղից ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ եթե սկզբնական էներգիան, այս մինիմում էներգիան էլ կարող ենք հաշվել, եզրոն ինչ է, ուրեմն մինուս կան բաժանած r0-ի, կան բաժանած m քառակուսի բաժանած k-ի եւ գումարած m քառակուսին բաժանած 2 անգամ r քառակուսու լինում է m-ի 4 աստիճանը բաժանած k քառակուսու։ Այս էլ որ հաշվում ենք, ստացվում է մինուս k քառակուսին բաժանած 2 m քառակուսի։ Ուրեմն եթե սկզբնական էներգիան հավասար է E0-ի, ապա ստացիոնար կետը սա R-ի համար շարժումը տեղի ունենում շրջանակցի վրա։ Ուրեմն եթե Y-ն հավասար է E0-ի, ապա ուղեծիրը շրջանագիծ է։ Այսինքն R-ը միշտ հավասար է լինում R0-ի։ Երբ Y-ն գտնվում է 0-ից եզրոն բացասական էր, E0-ից 0 հատվածում, այսինքն ունենք ուղիղ այն դեպքը, ինչի մասին որ խոսում էինք, ունենք ընդամենը մի պոտենցիալ փոս, շարժումը տեղի ունենում է այդ երկու արժեքների արանքում։ Ում ընդ որում մենք ցույց կտանք, որ այդ համապատասխան ուղեծիրը փակ է։ Այսինքն այն, որ շարժումը մնում է r-r+-ի արանքում, R-ի հետագիծը բնականաբար պարբերական է, բայց այդ մեզ չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է թե ուղեծրի հետ ինչ է տեղի ունենում, այսինքն մեզ հետաքրքրում է թե այստեղ ինչ է տեղի ունենում։ Իսկ ստեղ
ոչ մի ձևով դեռ պարզ չի, թե ինչ է տեղի ունենում ուղեցրի հետ։ Արդյոք ինքը փակ է, թե ուղղակի այստեղ այս տեսակ շարժումներ է անում առանց փակվելու։ Ուրեմն մենք ցույց կտանք, որ բոլոր սահմանափակ ուղեցրերը փակ են այս դեպքում։ Ուրեմն առաջի դեպքում մենք ստացանք, որ բոլոր ուղեցրերն են փակ եւ էլիպսներ են։ Երկրորդ դեպքում ցույց կտանք, որ եթե սկզբնական էներգիան գտնվում է այս հատվածում, ապա ուղեցիրը փակ է։ Ուղեցիրը փակ է, իսկ եթե սկզբնական էներգիան ստեղ է, ապա ուղեցիրը սահմանափակ չի։ Այսինքն այս երկու օրինակ են, որտեղ պոտենցիալի երկու օրինակ է, որտեղ բոլոր ուղեցրերը փակ են, բոլոր սահմանափակ ուղեցրերը փակ են։ Հիմա կա մի թեորեմ, որը մենք հիմա չենք ապացուցի, բայց կապացուցենք ավելի ուշ։ Թեորեմ Բերտրանի թեորեմն է, որը ասում է հետևյալը. դիցուք ու R պոտենցիալն այնպիսին է, որ բոլոր սենց ասեմ, որ սահմանափակ ուղեցրեր գոյություն ունեն եւ բոլորը փակ են։ Ապա հնարավոր երկու դեպք կամ ու R-ը հավասար է A R քառակուսի, որտեղ A-ն մեծ է 0-ից, կամ ու R-ը հավասար է մինուս կամ բաժանած R-ի։ Այսինքն այս երկու դեպքը, որ մենք նայեցինք, սրանցից բացի ուրիշ պոտենցիալներ, նկատի ունեմ կենտրոնական դաշտային R-ից կախված պոտենցիալներ չկան, որոնց համար ազատության երկու աստիճանով շարժման ուղեցրերը կարող են լինել սահմանափակ ու դրանք, որոնք որ սահմանափակ են, փակ են։ Միայն այս երկու պոտենցիալների համար այդ բանը տեղի ունի։ Դե որպես փաստ ինքը հետաքրքիր փաստ է, ու բացի դրանից հետևանքներից մեկը այս թեորեմի այն է, որ կարող ենք շատ քիչ ենթադրություն անելով մոլորակների շարժման մասին դուրս բերել Նյուտոնի գրավիտացիայի մասին օրենքը։ Սրա մասին ավելի ուշ կխոսենք, բայց մոտարապես փաստարկը հետևյալն է, որ եթե մենք ենթադրում ենք, որ երկու մոլորակների միջև գործող ուժը կախված է միայն հեռավորությունից, այսինքն մի մոլորակի ստեղծած դաշտը կախված է միայն R-ից, ու ես գիտեմ, որ գոյություն ունեն սահմանափակ եւ փակ ուղեցրեր, ապա միակ տարբերակը սա է։ Այսինքն գործող ուժը կլինի համեմատական մոլորակների միջև հեռավորության քառակուսում, որը հենց Նյուտոնի գրավիտացիայի մասին օրենքն է։ Այսինքն Բերտրանի թեորեմից համարյա միայն տեսական հաշվարկներով կարող ենք դուրս բերել Նյուտոնի գրավիտացիայի մասին օրենքը, բայց այդ կլինի ավելի ուշ, ինձ թվում է վերջի դասին այդ ամեն ինչ կանենք։ Այս պայն Բերտրանի թեորեմը մենակ ձևակերպումն է, հիմա մեր հեշտական նպատակը հասկանալ, թե ինչ է տեղի ունենում այս Կեպլերի խնդրի հետ։ Մի քիչ վերև կլինի բարձրանանք ձեր գրասներով։ Քիչ Հա, չէ, ինձ թվաց այնտեղ մինուսի խնդիր կա, բայց չէ։ Այն Բերտրանի թեորեմի I մեջ, բայց նորմալ է։ Դե
հիշելը այս նշանները հեշտ է, որովհետև որպեսզի փակ լինեն, պետք է պոտենցիալը մինուս անսահմանության չձգտի, չէ՞։ Այսինքն ստեղ ան պետք է դրական լինի, ստեղ էլ եթե կան բացասական ելնում, ինչ է տեղի ունենում այդ դեպքում։ Այդ դեպքում 0-ի մոտ չէ, եթե կան բացասական է 0-ի մոտ, չէ, 0-ի մոտ խնդիր չի լինի, մի խոսքով կան պետք է լինի դրական։ Շատ լավ, հիմա վերադառնանք մեր Կեպլերի խնդրին, այսինքն հիմա ուսումնասիրում ենք Կեպլերի խնդիրը։ Այսինքն նայում ենք այն դեպքը, երբ UR-ը հավասար է մինուս կամ բաժանած R-ի։ Ու ենթադրում ենք, ուրեմն մեզ հետաքրքրում է միայն սահմանափակ ուղեցրերը, հետեւաբար մենք ենթադրում ենք, որ yen սկզբնական էներգիան գտնվում է այն երկու արժեքների միջև, որոնք են այդ արժեքները, լավ, այս է, ուրեմն եզրոն yen գտնվում է եզրոյի եւ 0-ի միջև, որովհետեւ եզրոն չեմ նայում, քանի որ այդ դեպքում ամեն ինչ բաժ է։ Ուղղացիրը շրջանագիծ է, եզրոն հավասար է մինուս k քառակուսին բաժանած 2 m քառակուսու։ Հիմա ուրեմն նախ գտնենք որոնք են R պլյուսը եւ R մինուսը։ Ուրեմն եկեք դրա համար ինչ պետք է լուծենք հետեւյալ հավասարումը, ուրեմն գտնենք R պլյուս մինուսը, պետք է լուծենք VR-ը հավասար է E հավասարումը։ Այս ինչ է նշանակում։ Նշանակում է մինուս կամ բաժանած R-ի գումարած m քառակուսին բաժանած 2r քառակուսու, չէ՞, այս էֆեկտիվ պոտենցիալն է, սա պետք է հավասար լինի E-ի։ Ստեղ ինչ ենք ստանում։ Եկեք բազմապատկենք 2-ով եւ բաժանենք m քառակուսու, բոլորը բերենք աճ մաս, կստացվի r-ի մինուս 2 աստիճան, հանած 2-ով ենք բազմապատկել, կստացվի 2k եւ բաժանել ենք m քառակուսու m քառակուսի, r մինուս 1 եւ հանած 2n բաժանած m քառակուսու, այս ամեն ինչ հավասար է 0-ի։ Ստեղից r-ը հեշտությամբ գտնում ենք, r պլյուս մինուսը, եկեք միանգամից պատասխանը գրեմ, r պլյուս մինուսը հավասար է, քառակուսի հավասարում է, բայց r մինուս 1-ի նկատմամբ կստացվի ուրեմն k-ն բաժանած m քառակուսու, քանի որ հակադարձը պետք է վերցնեմ, պլյուսին կհամապատասխանի մինուս նշանը, մինուսին կհամապատասխանի պլյուս նշանը, քառակուսի արմատ, ուրեմն k քառակուսի բաժանած m-ի 4 աստիճան եւ գումարած 2m բաժանած m քառակուսու։ Ու այս ամբողջի մինուս 1 աստիճան, ավելի հարմար է գրել հետևյալ տեսքով, k բաժանած m քառակուսին հանենք ընդհանուր, ստեղ ինչ կմնա, կմնա 1 հանած կամ գումարած, դեստեղ սա հանեցինք կոտորակից դուրս, որ դիմացը գրենք, ուրեմն մնաց քառակուսի արմատ 1 գումարած 2 m քառակուսին բաժանած k քառակուսու։ Ու այս ամեն ինչի մինուս 1, այո։ Ընդ որում ստեղ մի հարց կա, թե արդյոք այս դրական թիվ է, ես պնդում եմ, որ դրական է, քանի որ մենք ենթադրել ենք, որ yen գտնվում է այս հատվածում։ Ուրեմն թողնեմ ինքնուրույն ստուգել, որ այս դրական է։ Ուրեմն սա գրենք սենց, սա դրական է, քանի որ yen գտնվում է եզրո
0 հատվածում իրոք խիստ դրական է։ Շատ լավ, գտանք r մինուս r պլյուսը։ Հիմա փորձենք հասկանանք, թե ֆին ոնց է կախված r-ից։ Դե դրա համար ունենք հավասարում, ուրեմն դեֆի dr-ը հավասար էր։ Եկեք վերցնենք n մասը, երբ r-ը աճում է, այսինքն պետք է վերցնեմ դրական նշանով, պլյուս նշանով։ Այսինքն ենթադրում եմ, այստեղ ես մոռացա ասել, որ m-ը ֆիքսում ենք։ Ուրեմն m-ը ֆիքսում ենք, ընդ որում ենթադրենք, որ m-ը մեծ է 0-ից։ Իրականում այս ոչ մի բան չի փոխում, քանի որ ինչ է նշանակում m-ը մեծ է 0-ից։ Նշանակում է, որ այս սկզբնական վեկտորը, եթե ունեինք սկզբնական դիրքը, m-ը մեծ է 0-ից, նշանակում է, որ արագության վեկտորը ուղղված է այս կողմ։ Հիմա եթե m-ը փոքր է 0-ից, նշանակը սկզբնական վեկտորը ուղղված է այս մյուս կիսահարթության մեջ է։ Պարզապես նույն բանն է տեղի ունենում, բայց հակառակ ուղղությամբ։ Այսինքն m-ը մեծ է 0-ից, ոչ մի բան չի փոխում։ Ստեղ շարժումը կգնա այս ուղղությամբ, ստեղ շարժումը կգնա այս ուղղությամբ, բայց ամենի սիմետրիկ է։ Վերցնենք մինուս m նշանը, կստանանք նույն բան։ Այսինքն m-ը մեծ է 0-ից չի սահմանափակում ընդհանրությունը։ Ուրեմն դեֆի dr-ը հավասար է m r-2 բաժանած քառակուսի արմատ 2, ուրեմն սկզբնական էներգիան պետք է հանեմ էֆեկտիվ պոտենցիալը, այսինքն ստացվում է կամ բաժանած r-ի եւ հանած m քառակուսին բաժանած 2 r քառակուսու։ Սենց անենք, եկեք ենթադրենք, որ կոորդինատներ ընտրել եմ նենց, որ սկզբնական պահին, կամ չասեմ սկզբնական պահին, որ n պահին, երբ r-ը ընդունում էր ամենափոքր արժեքը, ֆին 0 է, այսինքն ֆի r մինուսը հավասար է 0-ի։ Ֆին ընդամենը անկյուն է, ես ֆին որտեղից ուզենամ կսկսեմ։ Եկեք սկսենք m պահից ֆին հաշվել, երբ r-ը հավասար է r մինուսի։ Այսինքն սա ընդամենը ֆիի կոորդինատական համակարգի ընտրության հարց է։ Եթե սա այս ձևով չի, ես մին դեկարծան կոորդինատները կպտտեմ այնքան, մինչև որ ֆին դառնա 0, երբ r-ը հավասար է r մինուսի։ Այսինքն ստեղից կստանանք հետևյալը, որ ֆի r-ը, ֆին կախված r-ից, հավասար է ինտեգրալ 0-ից 0-ից r, m m ասցի դե գրեցի, m s մինուս 2 ds բաժանած քառակուսի արմատ այս ամեն ինչից 2 e գումարած կամ բաժանած s հանած m քառակուսին բաժանած 2 s քառակուսի։ Ստեղ թվում է թե անույս վիճակ է, բայց եթե անում ենք, ես ինչ գրեցի, ես մի րոպե ստեղ 0-ից չի գնում, r մինուսից է գնում։ Ես s հավասարումը ինտեգրում եմ r մինուսից r, ոչ թե r-ից r, այլ r մինուսից r։ Ստեղ ստացվում է r մինուսից r։ Ստեղ կարող ենք անել փոփոխականի փոխարինում, s-ը հավասար է 1, ասենք քսի, կստացվի ինտեգրալ ուրեմն
1 r մինուս 1 բաժանած r մինուսի 1 բաժանած r-ի ds-ը dx-ին կլինի s մինուս 2 ds, այսինքն ստեղ կառաջանա մի հատ մինուս m dx-ի բաժանած եկեք բացենք փակագծերը, ու եկեք m-ն էլ հանենք ընդհանուր, ստացվի քառակուսի արմատ, ուրեմն կլինի m քառակուսի, ինչ կմնա 2 n բաժանած m քառակուսու, գումարած 2 կան բաժանած m քառակուսու և մի հատ քսի, և հանած, ուրեմն m քառակուսին հանել եմ, 2-ը կրճատվում է, և հանած քսի քառակուսի։ Ինչ է լինում, m-ը հանում եմ դուրս, ենթադրենք, որ m-ը դրական է, վերևի m-ի հետ կրճատում եմ, ստացվում է մինուս 1 բաժանած r մինուսից 1 բաժանած r dx-ի բաժանած քառակուսի արմատ, հիմա ես փորձելու եմ լրիվ քառակուսին անջատեմ ստեղ, ինչ կստացվի 2e բաժանած m քառակուսի, ինչ պետք է ավելացնեմ, ուրեմն ստեղ մինուս նշան է, պետք է ավելացնեմ կան բաժանած m քառակուսու քառակուսին, պլյուս նշանա, որ էլի մինուս նշան լինի, ուրեմն կստացվի գումարած k քառակուսին բաժանած m-ի 4 աստիճան և հանած այս ամեն ինչը, ուրեմն քսի քառակուսի հանած 2k m քառակուսի քսի և գումարած k քառակուսի m-ի 4 աստիճան։ Ուրեմն հեշտությամբ ստուգում եք, որ ստեղ ինչ որ գրված է, այդ դրական թիվ է։ Եկեք դրա անուն դնենք k քառակուսի։ Ստեղ երևի իզուր ես բաները գրեցի, այս r մինուսն r պլյուսները, որտեղ ամեն անգամ պետք է սրանց մասին մտածել, բայց այն ինչ որ գրված է, ուրեմն կստացվի ուրեմն մինուս 1 բաժանած r մինուսից 1 բաժանած r dx-ի, ստեղ ստացվում է քառակուսի արմատ, a քառակուսի հանած քսի մինուս k m քառակուսու քառակուսի։ Սրա նախնականն էլ գիտենք, այս արկ, քանի որ մինուս կա դրած, այս արկ կոսինուսն է։ Ուրեմն այս հավասար է արկ կոսինուս, ինչ պետք է անեմ, պետք է գրեմ, ընդ որում փոփոխանի փոխարինում էի արել, քսին հավասար էր 1/3, պետք է քսին փոխարինեմ 1/3-ով ու բաժանեմ i-ի, կստացվի ուրեմն s 1/3 1/3 հանած կամ բաժանած m քառակուսու և բաժանած i-ի, անելով էր, սա էր քառակուսի արմատ այս ամեն ինչից, քառակուսի արմատ 2n բաժանած m քառակուսու գումարած k քառակուսին բաժանած m-ի 4 աստիճան։ Այս ամեն ինչը, ու ես պետք է հաշվեմ r մինուսից r։ Հիմա r մինուսից r իրականում մի խոսքով թողնում եմ ձեզ ինքնուրույն բանալու, որ եթե ստեղ ես դնում եմ r մինուս, ապա ստացվում է 0։ Այս ամեն ինչը ստացվում է 1, այստեղ 1/3 գրեցի, բայց պետք է գրել, 1/3, այո չէ, 1/3, եթե ես s-ի փոխարեն դնում եմ r մինուս, այ 1 բաժանած r մինուսը սա էր, պլյուս նշանով։
Այս k-ը բաժանած m քառակուսու հետ կրճատվում է, մնում է սա, որը նույնն է ինչ որ ստեղ, այսինքն ստացվում է 1։ Այսինքն եզրակացությունը հետևյալն է, որ φ r-ը, եթե սկզբնական պահին, եթե r-ը հավասար է r-1 կետում φ-ն հավասար է 0-ի, ապա φ r-ը ստացվում է arc կոսինուս 1 բաժանած r, դրեցի վերևի սահմանը, կամ բաժանած m քառակուսի և բաժանած այս քառակուսի արմատին։ 2e բաժանած m քառակուսի գումարած k քառակուսին բաժանած m-ի 4-աշճան։ Մի քիչ երկար են հաշվումները, բայց մի անգամ պետք է անել հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում։ Ստացանք սա։ Ընդ որում S ճիշտ է այն դեպքում, երբ R-ը գտնվում է վերևի կիսահարության մեջ, այսինքն R-ը աճում է։ Ուրեմն այդ արժեքների համար, եթե երկու կողմից վերցնենք կոսինուսը, ինչ կստանանք։ Ուրեմն ստեղ φ-ն է ֆունկցիա R-ից, ես ուզում եմ R-ը արտահայտեմ ֆունկցիա որպես φ-ից, դրա համար էլ φ-ն կախված R-ից չեմ գրի, պարզապես գրեմ φ եւ R, ստացվում է կոսինուս φ հավասար է կոսինուսը արկ կոսինուսից հենց n-ը ինչ որ գրված է, եկեք մի անգամից բազմապատկեմ այս ամեն ինչով, բազմապատկած քառակուսի արմատով, 2n բաժանած m քառակուսի և գումարած k քառակուսին բաժանած m-ի 4-աշճան, s հավասար է 1 բաժանած r, հանած կամ բաժանած m քառակուսի։ Ստեղից կարող եմ գտնել r-ը, R-ը հավասար է, պետք է k-ն բաժանած m քառակուսին տանեմ աջ մաս ու փոխեմ տեղերով։ 1 բաժանած, ուրեմն k-ն բաժանած m քառակուսի գումարած քառակուսի արմատ 2n բաժանած m քառակուսի գումարած k քառակուսին բաժանած m-ի 4-աշճան և կոսինուս φ։ Այս արդեն մի քիչ նմանվում է էլիպսի հավասարումին, էլիպսի հավասարմանը, բայց որպեսզի լրիվ նման լինի ու ամեն ինչ կարողանանք հաշվել, եկեք այս k քառակուսին բաժանած m-ի 4-աշճանը հանենք ընդհանուր ու սրա հետ գրենք վերևի մասում։ Վերջնական արդյունքը կլինի հետևյալը. R-ը հավասար է, ուրեմն k-ն բաժանած m քառակուսին հանել ենք ընդհանուր, գնում ենք վերևը, լինում է m քառակուսի անգամ k-ի մինուս 1, կամ m քառակուսին բաժանած k-ի, ներքևում ինչ է մնում, ստեղ լինում է 1, գումարած, այս քառակուսի արմատը, որտեղից հանել եմ ընդհանուր k քառակուսին բաժանած m-ի 4-աշճանը, լինում է քառակուսի արմատ, եկեք սկզբից 1-ը գրեմ, 1 գումարած, ուրեմն 2m քառակուսի բաժանած k քառակուսու։ Ու այս ամեն ինչը պետք է բազմապատկեմ կոսինուս φ-ով։ Ստացանք ես հավասարումը, S n մասն է, որը որ էր մեր, այս մասն է, երբ r-ից գնում ենք r+-ը։ Հետո, երբ r+-ից գնում ենք r-ը, նշանը փոխվում է, դառնում է իրականում նշան չի փոխվում, քանի որ ուրեմն S ստեղ φ-ն գնաց կոպիտ ասած 0-ից π կոսինուսը 1-ից նվազեց մինչև մինուս 1։ Հետո մինուս 1-ից աճելու է մինչև 1։ Մի խոսքով, այսինքն այս բանը մի քիչ մտածելուց հասկանում ենք, որ այս հավասարումը իրականում ճիշտ է ամենուրեք։ Ոչ միայն այն մասում, որտեղ r-ից r-ը գնաց r-ից r+, ճիշտ է ամենուրեք։ Ու սա հենց էլիպսի հավասարումն է։ Նախորդ անգամ սրա մասին խոսել էինք։ Ուրեմն էլիպսի հավասարումը բնութագրվում է բևեռային կոորդինատներով երկու պարամետրով։
էլիպսի պարամետրն է, p-ն հավասար է m քառակուսին բաժնած k-ի և ապակենտրոնացումը, որը կոսինուսի գործակիցն է։ Քառակուսի արմատ 1 գումարած 2e m քառակուսին բաժնած k քառակուսու։ Ուրեմն այս էլիպսի պարամետրն է ու սա էլ ապակենտրոնացումն է։ Ապակենտրոնացումն է։ Դե հետևանք հենց Կեպլերի երկրորդ օրենքը։ Սահմանափակ ուղղացրերը էլիպսներ են։ Որը Կեպլերի երկրորդ օրենքն է։ Այսօրվա համար նախատեսել էի նաև երրորդը, բայց եկեք միայն ձևակերպեմ ապացույցի մասին հաջորդ անգամ խոսենք։ Ուրեմն Կեպլերի երրորդ օրենքը։ Ուրեմն ուղղացրերը էլիպսներ են, այսինքն շարժումը պարբերական է, հարց է առաջանում, թե պարբերությունը ինչի է հավասար։ Ուրեմն Կեպլերի երրորդ օրենքը երկու ձևով կարելի է, այսինքն կարելի է պարզապես հայտարարել թեորեմը, որը ասում է, որ շարժման պարբերությունը հավասար է այս t-ի, որը տրվում է հետևյալ բանաձևով 2π բաժանած քառակուսի արմատ k, ուրեմն k-ն այդ պոտենցիալի գործակիցներ, անգամ i-ի 3 երկրորդ, որտեղ ան էլիպսի մեծ կիսաառանցքն է։ Նորից առաջի մասներ։ Ստեղից անմիջապես հետևում է երկրորդ մասը։ Այս կիսաառանցքը կարելի է այս երկու պարամետրով արտահայտել։ Այդ առաջարկում եմ ինքնուրույն մտածեք դրա մասին, եթե չի հաջորդ անգամ բան կանենք։ Այսինքն բոլոր ուղղությունները նույն պարբերությունը չունեն, բայց պարբերությունը կախված է միայն էլիպսի մեծ կիսաառանցքից։ Հիմա սրան, որ մի քիչ նայում ենք, հասկանում ենք, որ եթե ունենք երկու տարբեր ուղղացիր, ապա համապատասխան պարբերությունների քառակուսիների հարաբերությունը նույնն է, ինչ որ համապատասխան մեծ կիսաառանցքների խորանարդների հարաբերությունը։ Եմ առաջարկում եմ տանը փորձեք այս երկրորդը առաջինից դուրս բերել, իսկ առաջինն էլ, ասենք սկզբունքորեն ոնց կարելի է անել, ես գիտեմ, որ այս t-ն օրինակ կարող եմ արտահայտել բանի միջոցով, ուր էր մեր r-ի հավասարումը, t-ն կարող եմ սրա միջոցով արտահայտել, չեք, գրեմ r մինուսից r պլյուս, t կեսը հավասար կլինի սրան, բայց պես չի լինում հաշվել, որտեվ ինտեգրալ է առաջանում, որը դժվար է հաշվել, չնայած կարող է կարելի հաշվել, չէ՞ փորձել։
Բայց պարզվում է, որ եթե մենք հաշվում ենք էլիպսի մակերեսը երկու տարբեր ձևով, միանգամից ստանում ենք այս բանաձևը, որը կանենք հաջորդ անգամ։ Շատ լավ, երևի սրանով սահմանափակվենք այսօր։ Արդյոք կան հարցեր։ Մի քիչ երկար ստացվեց այսօր, բայց ոչինչ։ Բարձր ամեն ինչ։ Այո, Շատ լավ, այդ դեպքում այսօր էս կանա, կհանդիպենք հաջորդ անգամ։ Ստեսություն բոլորին։ ստեսություն։